Դե բարի երեկո, բարի լույսո, առավոտի լույսո արեգակն արդար, հունիսի 12-ը, բանակից մինչև ասալա, ասալայից մինչև պետություն, ժողովուրդ բոլորիդ բարի խաղաղ օրհնյալ երեկո, հանգիստ դիրքավորվեք, ամփոփենք գալիք մեր գործնական անելիքները։ Ես խնդրում եմ պանիկայի մեջ մի ընկեք, ինչպես հայկական սինդրոմը տիրել է, օրինակ Լոս Անջելեսի հայ համայնքի շատերի էլ գլխին, Հայաստանում էլ եւ այլ, որ ամեն ինչի մեջ եսը պետք է մի բան շահի, այդ տեսակ մարդ չի ապրի։ Հասկանում ես, դու պատկանելիության օջախ չունես։ Պիտի դու ազգովի աշխատես, որ ունենաս այդ ամիսը 2 օր, տարին 2 շաբաթ մենք այդ դոկտրինալ զինվորական վարդապետության այդ վարդապետություն, հա, այդպես են ասում դոկտրինը, այդպես է թարգմանվում, մենք ետ չենք կանգնում, ձեռնպահ չենք մնալու եւ չենք հրաժարվելու, զինվորական աշխատելավոճով աշխատենք։ Ամիսը 2 օր եւ մեր հաշվարկնա տարին 2 շաբաթ եւ գվարդիան մշակվելու եւ ընդհանրապես ազգային անվտանգության կոմիտեները կայանալու ավելի մեծանալու օտարափերում։ Հիմա այստեղ խնդիր ունենք։ Հայը երբ ստանում է տնային, հայը շատ ուժեղ մասնակից է, եթե ժողով ես անում, օրինակ, կամ սեմինար, կգանդեղ այն անկյունը հյուրասիրության համար դրված կոֆեն կլցնի, կնստի ու կփիլիսոփա։ Փայլուն մտքեր ու պայծառ։ Հենց եկավ մի բանը, որ ասես նայի, այսօրվա ձեր անելիքը, որ ձեր այդ տուն պիտի տանեք, սա է լինելու, այդտեղ խնդիր ունի։ Հիմա ես ասում եմ, ես մեր հայերին ազնվական եւ այդ նախրին մի բան ասեմ, տավարի նախիր մի հատ։ Արի Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի փողոցները եւ այդ ընդվզող 130-180 հազար ժողովուրդ, որ բախվում է, ասենք, պետական կառույցների հետ։ Մեկն ու մեկին հարցրու գտի մի անձ, որ վճարովի է գալիս, օրինակ 10,000, 5,000 դրամով, ինչպես դուք ընտանյոք մի քանիսդ պարկակ Դոմպիպոյի տակը, քաքակիրի հետ կանգնելով, 5,000 դրամնոցներ, ձեզ եմ ասում, եկեք լատինոամերիկացիներին, աֆրոամերիկացիներին հարցրեք, քանի դոլար են տալիս քեզ, որ դու գաս քո ապագան էլ վտանգես է, այն բաներն անես, որ կարող է այդաս մի 10-12 տարի, քանի տարի կալենդար նստես, հանուն ինչի ես անում։ Ես չեմ ասում նույն օրինակը վերցնես, բայց օրինակ։ Դրա համար մեծախոս ու ստախոս հերոսներդ սրահներում եւ երրաբլուրում կենացի ճար երկար են ասում, բայց տված արդյունքը տեսնում եմ, եղբայր։ Հիմա որն էր խնդիրը, այդ խնդրի վրա աշխատել չի կարելի, որովհետեւ մեջն ինչ կա։ Դու մեռնես սատկել գնալու նպատակ ունես, այդ տավար, որ ինձ ասես մեջն ինչ կա։ Իսկ անդաստիրակ ենք։ Մեկ հատվածը, սեգմենտը անդաստիրակել մնում է, բառան, դիթո արացի, էթա քնի, իրան մաշկի վրա հաճույք, կամ էդ կոմֆորտ զոնից հանես, ոնց տնային, ոնց, աղբեր, անելիքըտ սա է, երբ որ ժողովից գնա, ես էսի փորձը կաշվիս վրա փորձից ելնելով եմ ասում 16 թվականից, հենց աշխատանքի հետ կապված հային մի բան տվիր, որ ամիսը, եթե հաշվարկես 45 րոպե պետք է դնի ազգի համար։ Այդտեղ արդեն կոֆեն ձեռը փիլիսոփայելու դատարկ անգրագետ էշեշ դուրս տալ չկա, այդտեղ արդեն գործ կա անելու, չէ՞։ Այդտեղ ստոպ է տալի։ Հիմա մենք ասում եմ միանում ենք պետության կոչին, որ սրբամաքրենք հայրաքելական սուրբ եկեղեցին, բայց մենք
չի նշանակում ձեռ ենք քաշում այն աշխատանքից, որ ազգային ուժ մտնի կառավարություն, խորհրդարանական շարքեր, օրենսդիր մարմին, հա, մենք չենք ուզում խաբենք մի ամբողջ ժողովուրդ, դա չենք ուզում տեսնենք, մենք ուզում ենք տեսնենք, որ պարզա իրական գալիք, առողջ ընդդիմություն, որ նախնդիրը, հիմա ես դա եմ ուզում լինի Հայաստանում, պետությունը հիվանդ է, ընդդիմություն չունի, ունի դրսի ուժերին պահելու համար, մեզ Ռուսաստանի տակը պարկացնելու համար, վճարովի չեկիստ կոմսոմոլներ, էդ է իր ընդդիմությունը, հիվանդ է, սա ասեմ էլի, պատերազմի օրերին այնքան ազնիվ հայ են խաբել Լոս Անջելես Գլենոքս Գլենդել փողոցի վրա եւ այնքան մեծ ծավալով գումարներ եք հանել ֆինանսական հաստատություններից Երևանում պատերազմի օրերին ես մի հարցադրում ունեմ օրինակ Ամերիկայի դեսպանատանը կարելի է հարցնել ոնց է որ օլիգարք կամ նախկին պաշտոնյաներ որ դատական պրոցես կա եղել ոնց որ ոստիկանապետը հենց փախուստի դիմեն ապահով հայտնվում են Լոս Անջելեսում ով է ապահովում այդ ճանապարհը տիկին դեսպան ամերիկացուն կարելի է հարցնել ոնց է որ ամբողջ աշխարհի արչև հայերի կողմից մեղադրվող մարդկության դեմ հանցագործություն իրականացրած ընտանիքի անդամը Սիրուշոն սենց գալի պոչ պարացնում Պրիգոմեշ Ուրեմն դու էլ մեջը կոռուպացված փայ ունես, ինչպես Lydia International-ը որ լափում է ու դու այդ զզվելի ժպիտը երեսից շնորհավորում ես։ Հիմա ամերիկացու դեսպաննա թե գերմանացու ինչ տարբերություն։ Քոնը քոնն է, ուրիշինը չի։ Դու պետք է պահես, լոդեր։ Ազգային նմուշ չկա ձեր մեջ։ Նմուշ։ Գիտեք ինչից է, անկաթողիկոս Լևոնի օրից, անկաթողիկոս անցուպ անգավազան անառաջնորդ ես մեծացել, մի ամբողջ սերունդ։ Հիմա գնա 25 տարեկանին հայ ու հայրենիք բացատրի։ Կարող է մի երկուսիդ որդին ու տղան կան այդքան, որ հայր ու որդի խրամատում եք եղել, բան չեմ ասում, ես բոլորին ի նկատի չունեմ, հասկանում ենք իրար, ստե ծիրանի գինը մի ուղարկեք ընձիներ, հիմա ծիրանի գները չեմ կարա իջացնեմ, ոչ էլ պամիդորի, մի թողեք արտակն ու լվիկը բիրիկնոց ձևով բոլոր միրկը հավաքեն, 75%-ը, 80%-ը թափեն զիբիլը, որ 20%-ը պահի այդ բարձր գինը, հասկանում ենք իրար, շուկան մնեպիլացնում են այդ երկու լաչարները, Լիպչիկ Սամվելը ու այդ արտակ տականքը, Ռոբերտ Քոչարյանի կոշիկի տակը լիզելով սոս մարկետ կոչվածը, դե այդ մոնապոլին հանի պետություն։ Ոնց ծիրանի գինես ուղարկում ինչ, ավելի վիրավորվեմ։ Ազգային տաղու համար գիտեք ինչա, կարող է ձեր տավարների վեճը չի։ Անկատնտուց սպեցկերը կերած է ձեր եզերը, մեդալը ծծին դրած մանա գալի։ Իմ համար մեծ վիրավորանք է, որ թոշակառուն ասման նայի, ծիրանի գինն ու պամիդորի գինը ոնց առնեմ Անդրանիկ։ Էդ իմ համար սրտի ցավ ես պատճառում դու ինձ, քո եզերին ցույց տուր։ Անհայրենիք լոդերներիդ։ Ոնց է որ Հովանեսյան Արամը մի անգամից հայտնվում է Ամերիկայում ախպեր։ Ուրեմն Ամերիկայի հետ մի բան են չի։ Ատեն չի Գեյլենդելի քաղաքապետարան։ Չեկիստ կոմսոմոլի տղեկ։ Այդ տեղին խոսքը մենակ Լիոնիտի նախքին շարքերից տղեկից կգարել։ Ոչ մեկից հետ ուրիշ
գովերքած ձեր հերոսի շարքերի ցեղնող տղեկից, այտենց տեղը տեղին խոսք չեմ բան արի ես, ինչ որ լսողությանս ենթարկե ու մանրամաս է, չեկիստ կոմսոմոլի տղեկ, այդ տեղին է էլի, ասում եմ Լիոնիդ եք սպան է, Վազգեն եք պատմում, ուրիշ ինչ ունեք պատմելու մեզ, ոնց, չոքած ցեխերի մեջ պետք է պատասխան տակ դրա համար, գրի, ասա սա ինչ է նշանակում սպառնալիք, գալիք իրականություն, բռնվի, գարո, գալիս ենք էջմիածին, են ալկաշ կնանիքիդ պեր վեհարանի դեմը կապի, հենց տնային տվիր, հենց ասիր նայ, ամիսը 2 օրը հայրենիքի համարա, հա ճիշտ է, գնաց, հաջորդ շաբաթ ժողովի օրա, 19-րդ զանգը կպատասխանի, որտև իրա գնդակների կոմֆորտը կոնդիցիոների տակ խաղ, գնա կորի այ աննորմալ, էլխի ես բողոքում, որ քո աղջիկ թորը տեկի ասելա ես տղա եմ, Պոզերը դիր, գնա էդ գունավոր պարատին, մի բողոքի, համակերպվի, այո, քո աղջիկ թորնուհու ամուսնուն, որ աղջիկա, կոֆե դիր խելոք, արա, սոտոն կոմոր, սոտոմական, Նախիր, ասում եմ Լիոնիդին են սպան է, մեզ Վազգեն են գովերքում, աղբերն էլ, ասում է եկեղեցին, մայր տաճար, ամբողջովին վերանորոգված է, այդ կնգատ համար նոր մետլախ ու քաունթեր թափեր ու կաբինետներ ես դրեք, կուխնի ես շնորավորում, տո անասուն, Արամ Սարգսյան, անասուն, մենք չգիտենք դու ով ես, մենք չգիտենք դու ուր էիր, հոկտեմբերի 27-ից առաջ էտ օրն ու մյուս օրը ինչ հատ տեղի ունեցել, մենք կուրսի չենք, ով է կուրսի, Նիկոլ Փաշինյանը, ուրիշ, Պոսաբալյանի սպանության հաղորդումը քանակեր զեյթուն մլիցատուն, որ ինքս անձամբ եմ տվել, բոլորի տականջին եկե հասել է էտի, մեր արքեպիսկոպոս Սրբազան հոր սպանությունը, 2009 թվականին Սարգսյաններ, Փաշինյաններ, Աննա Վարդապետյաններ, էլեգանտներ, օր ես ինչ բանդիկներա, ես ինչ օծանելիքներա, 1,500,000 ժողովուրդ մնաց, եղբայր, 10 միլիոնը կոտորվում կորում ասում եմ, առանց պատրոն կրակելու, դու մերվար, ձուլվար ու գնացիր, հարևաններից որ մի 20 տարեկանին կարամ ասեմ, Հայաստանը քարտեզի վրա ցույց տուր, $100 փող եմ տալի. I think it was between the Caspian and the Black Sea. Black and Caspian Sea, no? Hold on, turn the... Oh, yeah, there it is. Հարցնում եմ ասմա 23 տարեկան եմ. 1000 ներողություն, էշի չապ աղջիկ երեխա. Կանգնել ենք Անդրանիկ Զորավարի շիրմաքարի մոտ. Ասմա բարև, ասի բարև ձեզ, Զորավարին ենք, այդ սենց նայեց Անդրանիկ Զորավարը, ասում, իրար հետ եք կրվել Ղարաբաղում, ասում. Չհասկացա դուք այդ Յոնջեքին ինչ եք կերակրել. Փաշինյանը 7 տարի է տեղարա, ինքը 23 տարեկան է այդ անասունը. անասուն է էտի մարդ չի ինգեր.
Հիմա էսի լսելով, լսել չգիտես։ Լսում ես, բայց լսել չգիտես, հայ։ Հիմա քո տանը քանի տարեկան են երեխեքդ։ Բաց գիրքը մի բան վեկալ, ասա այսօր էսի պետք է լսես։ Տուր լակոտին ազգային եւ բարձր հոգևոր սնունդ տանդ մեջ, որ վաղը չելնի քո, քեզնից ծնվածը քո կոկորտը ուտի։ Գալիք օրերին ընդհանրացած chat գրուպա բացվելու։ Նրանք, ովքեր ցանկություն չունեն մնալու այդ գրուպայի մեջ, վիրավորական չի, նեղանալու բան չկա, միայն գրեք։ Խնդրում եմ ինձ հեռացրեք այս գրուպից։ Խնդիր չի, բայց վաղ ասեք դա, շուտ ասեք։ Եղավ, գրուպը կազմելու եմ և մեսեջ ուղարկեմ, ձայնայինով կթողնեմ այդ գրուպայի մեջ։ Ներողություն։ Եկեղեցուց ավելի բարձր սրբություն, որ պիղծ է այսօր, ուրիշ սրբություն ունես որպես ազգ, որն է սրբությունդ, բանակը, 18 տարեկան երեխայա բռնաբար է հրամանատարը։ Եկեղեցի տա սուրբ այսօր, իջման խորանը քանդե, այդ խորանի առջև երկու տղամարդ ամուսնացր է, օրինական հրճակելով այդ ամուսնությունը, ուրիշ։ Մնաց մեկ բան, էդ էլ չխախտենք, են որ արմունգը բարձր երկը մեկ է, մամայի սպիտակ մազերը, մնացել է էդի։ Ասում եմ, Լիոնիդ եք սպան է, այդ չեկիստ կոմսոմոլի տղեք, վազգեն եք պատմում, թոնստի տեղը։ Ուրեմն չատ գրուպի մեջ տնային և գործնական, ամիսը 2 օր պտի դնես իմ սուրբ հայրենիքի համար, թե չէ կա էլի այդ իրականությունը ազգի մեջ վրեժ խնդրության վրեժը սրտին, կարողա խմբակներ ձևավորեն միայն ձեզ հայրենադավ լինելու հալածանք մշակելու մեջ, չգիտեմ, ով ուզում եք եղեք, քանի 100,000 ուզում եք եղեք, պտի 2 օրը տնեք սուրբ հայրենիքին։ Ուրեմն առաջին տնային աշխատանք, ազգովի ով կակ չկակ, դուրը չի գալի կարա, վեկալի կաշի լոգնու, հայդա բիրիկնոց մեյմանդար, հայդա։ Առաջին գործը որ պտի անես, էլ հասցե պտի ունենաս։ Չգիտես ձևը, թորնուհուտ հարցրա, թորնուհիտ տանը չի, հարևանի հարսին հարցրա, ջայել երեխեքը բոլորը գիտեն, շենքի մեջ իշքան հարս կա, եթե երիտասարդ տարիքյա կյանք էլ հասցե բացելը գիտի, պարոլ դնելը գիտի, ձրիա, կամ Gmail, կամ Yahoo, մի բաց ռուսական էլ հասցե մենք չենք ընդունում, որտև էդի երբ ուզի բացում է, իսկ Gmail-ը բացելու համար, Ամերիկայի անվտանգությունը դատարանների դռները պտի եթա, ամիսներով որ կարանա քո էլ հասցեն մտնի, ապահովը, Yahoo-ն էլ հետը, բաց էլ հասցե, որ այդ գրուպի չաթը որ բացվի, հիմա ով որ էսի լսելա, ու նայում եմ ով անայում, չունեցավ էլ հասցե, գրուպից հանելու եմ, ինչ որ տեղինա, ոչ անտեղի, ասելու եմ ու մի ամիս զրկվի, հիմա հետ կգա թե չէ, ինքը գիտի, ուզմա աղբերս լինի։ Ով որ ցանկություն ունի գործնական եկեղեցին սրբամաքրելու, Քրիստոսի շարքերը անցնելու, եռանդունի, վարդանանքին միանալու, գրեք ինձ մեսենջերով, ցանկանում եմ միանալ, այդ չատ գրուպի մեջ մենք փակ
զրույցներ ենք ունենալու, ընենց չի, որ եթե 100 հոգի եղավ, գոնե 15-ից 17-ը բերնից բան չի լինելու թուլ, հայի հետ գործ ունեմ, ես գիտեմ որտեղա տվյալը, որտեղա կուտը, հանգիստ եղեք, պատրաստվեք անդամակցելու, զորակոչվելու և մասնակից լինելու մեր պատմության մեջ ամենասուրբ կռիվ պատերազմ և գրոհի և պայքարի մաս լինելուն, պատրաստվի դրան։ Մաքրելու մեր վեհարան և եկեղեցին։ Միանալով ԻՊՀ-ին հասկացի հետևյալը. դու միանում ես և քաղաքացիական, հասարակական գործնեություն ծավալող կազմակերպության ու խորհրդի և զինվորական գվարդիա մշակող կառույցի։ Կգա տեղը կնստի, բայց մենք պետության մեջ պետություն կառուցելու կամ կողքը, բանակի մեջ էլ բանակ կառուցելու նպատակ չունենք։ Հայկական բանակը մեր հերական տունն է, խայտառակելու ենք նրանց, ովքեր պատվին են վնասել հայկական բանակի, պագոնները մենք ենք փոկելու վրներից, մեդալներն էլ խայտառակելով ենք հանելու, նրանց վրից, ովքեր փախել են երեխեքին թողե, ու այսօր մայորներ ու գեներալներ ունեն վրները խփած, ով ուզում են լինեն, բանակը մերն է, պետությունը մերն է, այրունը մերն է, դրոշ ու հայրենիքը մերն է, մենակ Փաշինյան մի զառանցեք։ Հայաստան Քոչարյաններին կախաղան առանց դաշնակ ու ռուս Հայաստան։ Վրաստանի ափերից, Վրաստանի հայ համայնքի անունից դաշնակ բախտագուշակ, չեքիստ մենշևիկ, ասում է չեքիստ կոմսոմոլ եսիմ ինչի տղեք, վաու, այ էտ ես դու, դաշնակ, Վրաստանի հայ համայնքի անունից մի հաչա, մենք գիտենք Վրաստանի հայ համայնքը, Ջավախքի հայ համայնքը, Լոս Անջելեսի հայ համայնքը, լիքա ազնիվ կա, 1,5 միլիոն բանակ կա, անմշակ, անկաթողիկոսան առաջնորդ, չունի արջևից գնացողը, որ ունի գավազան ու ծուպը, օչխարի նման կորում է։ Ընենց որ քո լրբությունդ, որ Վրաստանի ափերից ես անում, մենք գիտենք ձեր գիդանգյալաններն էլ այդ սահմանը, Չախալյաններ, էս բգոյի ընգերներ, Քոչարյանի ու մկի հին ընգերներ, մենակ Aeroflot, սենց, հիմա չենք մանրամասում, երկար կտևի, ժողովուրդս ձեր ժամանակը չունի, արդեն դոդացրել եք 80%-ին։ Պիտի պատրաստ լինես ԻՊՀ-ին միանալով, կանգնելով քո հոգեբարոյական արժեքների և հին արժեքներին պահապան, իսկական արժեքներին։ Կրկնում եմ, ամիսը 2 օր, ներվոպատոլոգ գեղեցկուհիներ, գիտնական ու բժիշկներ, պատգամավորներ, թե ով, ամիսը 2 օրն էլ, վարչապետը կտրամադրի եսի, որովհետև կնայի կասի սուրո, ես ինչ ծախսա, ես ինչ խնայողություն է, ես մարդուն տեղ եմ տալի, ես 100% ստորագրում կնինքը դնում եմ, չի կարա չտա, որտև շատ փող եք ծախսում, զուր, ու մարդունակությունը ուր է, նայ, Արծրուն Հովանեսյանի ասածը լսի, հրամանատարը շտաբային ինստիտուտ, թե բանակի աշխար ու տիեզերային, որևէ տեղ կգտնես, նման բան, ասա Անդրանիկ, բարձացի ինտեղ էշի նման զռա, կարող է ապուշեք դուք ընգեր, վզգոյի գիշերոտիկում, ես կարամ էտի ասեմ, որովհետև զինվորականը կոպիտ ու կոնկրետ ասում, պարոնայք, Մարտահրավերը ձեր առջև է, ՀՀ զինված ուժեր,
Իմ բանակ հայկական, իմ հայրական տունն ես դու իմ, բայց պետք է դաստիարակեմ, ուրեմն ՀՀ զինված ուժեր, ԱԱՑ-ի սպեցնազեր, ԵԿՄ, ՈՄԱ, տոլմա, Քյավառա-Քյուֆտա, ով կա 250 հոգի, ամենալավագույն տղեկով հավաքվի 45 օր տուր գյուղացիներիս տամ ինչ պետքա ու չեպնի հա մարտական չէ մի հատ գյուղ պահի որ քեզ խայտարակելով չկարանամ հանեմ հետո ես պահեմ տղա ես արի վեկալ այդ գյուղը Հայաստան աշխարհին եմ ասում կամ այդքան պարոն վարչապետ Առանց վտանգելու հիմա օրինակներից մեկը տամ որտեղ վարչապետը մի քիչ եվրոպական ստանդարտներ այստեղ պատասխանատվություն հաշվետվություն գոյություն տտտտտս բան հանգիստ ախպեր հանգիստ հա ասանան թող մի հատ սուրճ տնի հանգիստ նստի լսի օրինակը տամ ինչքան առանց մեկը մյուսին հանկարծ վնասելու եթե ուզում ես paintball ներկով լինի զենքը շատ ավելի լավ էլի հա կարող է ճարես մի տեղից 500 տրանից բեր պետք է գալու Հայաստանում էլ կա որ կարանաս մարքանես ասես 4 հատ կերել է 2 հատը ճակտից հլը կրակում հա ապացույց ունենաս էլի հա ուրեմն օրինակներից մեկը եթե գերը վարվել են գերի են ընկել պահել են վրները հիմա 5 հոգի օչերետի վրա դրած ավտոմատա պահե 2 հոգու վրա էդի ոնց է լապատկով ու խոդանելու падրոնները որ գերի չընկնի օրինակ էլի չէ հա գերի ընկավ չէ ոնց ենք անում հո չենք կապում ձերքը չէ գույների կոդերով օրինակ սպիտակը դնում ենք այսպես իզոլացիոնը ֆորմայի վրա որ ինքը գերի անգել սևը որ կապում ենք զոհվելա ու ինքը կարմիր խաչ-փաչ X-ը կարմիր սենց պահում նկարվում է եւ անուն ազգանուն եւ ինչ աստիճանի զինվորականա զոհվողը հասկանում ենք իրար այդ տեսակա լինում ճանապարհի մոտից մեքենան անցնելուց իրան զանգում է դիտարկող ժյուրին ասում է դու անցար մի տեղից այդ 4 հոգին որ կայք ավտոյի մեջ ու օրինակ կներես չնեղանա լավ ախպերը Սասուն Միքայելյանն էլ քշմեր 5 հոգու տողորմի ընչի որտեվ 2 հատ 155 միլիմետրանոց արկը իմպրովիզացված պայթուցիկ սարք որպես ID improvised explosive device-ը ճանապարհի երկու կողմից պայթելա ոնց հետարի նայի ժուրին տանում ցույց է տալի ճանապարհի երկու կողմը դրած էր նայեմ ես լարերը հա բատարին միացրեց հիրուցան են արել օղորմի 5-ից էլ ախպեր հա հացը դնում է բուխանքեն բաժակի վրա ախշար այտենց խիշը մա իրան սո այդ տեսակա լինում վարժանքները հա այստեղ ես կուտել եմ տալիս քո կողմին բանակ որ հասկանաս ինչ տեսակ պիտի աշխատենք բայց զգուշացնում եմ էսի փրչոտ գրելաներն են քեզ կիսա խայտարակ դեր լրիվ խայտարակ չէ մտնում եմ քաղաք ներքին գործերի նախարարությանն էլ ասեք վարժանքա տեղի ունենալ մի հատ ձեր այդ սիգնալիզացիաները միացնեմ էլի խնդրում եմ էլի դու տես քանի հազար տոբրակ տանում ես տնես խալադելնիկ ախպեր կարակարեք վարժանքի առումով եմ ասում ես լրիվ ու չեփնի ոչ մարտական այս սենց նեյնիմ ու կապիկի նման պարացնեմ լրիվ զորքդ 180-ից 150 հոգով դու 250 հոգով պահի մի գյուղ կոնտրած գյուղը 48 ժամ առաջ ինձ կզգուշացնես որ գյուղնա որ դու նպատակ ունես պահելու հիմա ես ասեցի ճանապարհին ինքը ճանապարհի են մի կոմը դնելու է ինչ պետքա որ էսի որ կոմը արա ասում եմ քեզ լսի ինչ եմ ասում սեփետ գիտես ինչա որ աղբարներն են ասում այդ դանգալախ ասլղուլախ երլի դանգալախ Այդ սեփետը որ կա զամբյուղ, այտենց զամբյուղով իջնելու եմ ննջարանդ սպալնիդ, հա, զարթնելու ես պիտի ասեմ կոֆե դիապե, էսի հիշի, որ պագոն ուզում ես եղի ինձ հետ մի խաղա,
Պարոն վարչապետ, 180-ից 190 հոգի։ Եղբայրական մրցույթի մարտահրավերը դնում եմ Ասրյանի սեղանին, Սուրո չեմ էլ ասում, Վարսավիր բերե, ՊՆ չեմ հասկանում ինքը ով է, բայց Ասրյանը բանակայինը։ Կորպուսի հրամանատարների սեղանին, արա 250 հոգի, տղեք, հավաքվեք, պահեք մի գյուղ, որ 180-ից 190 հոգի պիտի ունենան։ Խապահ ուժերիցը, հատուկ ջոկատայինն է, վզգոյի գիշերոթիկից, բիլակներ մաշալլա, թշերը երեսից հետևից այրևում, սեն շարժվում ակելելուց, բիլակներ, իտ ինչ տղեք են, այ մարդ, բեր, բայց նիքը տոբրակ բեր, ես մրցույթի արումով եմ ասում էլի, և մի բարի խորուրդ պիտի տամ պարոնայք, ես մրցույթի ժամանակ, in this competition, ես հին ասացված կա էլի կարգախոս, գորելայի կարգախոս, մի փախի, զուր, ինչի հոգնած մերն ես։ Ուրեմն, սիրելի հայրենակից, գալիկո դա զինվորական մարտահրավերներ, հա? Եղավ, նայ, իմպրովիզացնող բնությունը պտի զենք սարքես երբ պետքա, չէ, հա, ես չեմ ասում survival, master մասնակետն եմ, բայց գոնե վերապահում եմ ասելու, որ սրանց ուսմասվարն եմ։ Դուք դպրոցի դիրեկտորի կաբինետ եք հրավիրվել, են որ մուշտուկով էր սիգարետ ծխում է այդ ուսմասվարներից, սենց նայեմ էր, անկարգանդաստիրակ, դիգեներատիվ, այս դիրեկտորը դպրոցային, այդ կաբինետն եք մտնում, գնդո ու փող գնդոներ, դուք իմ պապկեն եք կորցնում, երորդ հարգից միջև առաջի հարկ, զուգարանում կոֆե խմող, փող գնդապետ։ Տղայեք, պատասխանեք մարտահրավերին, Փաշինյանի դեմը կանգնում եք որպես բանակս, տղա ես արա եսի, չէ ուրեմ տղա չեք, աղբեր բոլոր կառույցները, որ պայմանագրային զորք է տալիս բանակին, և բանակը մարտահրավերը առջևը տա, ձեզնից հետո դեր կիսա խայտարակ վիճակում, մտնում եմ քաղաք ասում եմ, պիտի վարժան կես տեսակ լինի, պարոն վարչապետ, մենք ունենք հնարավորություն, նույնիսկ կարող է ապակ ինչպես որ են Արբաթի արմեներ են զիբիլեր են, որ են առնետին սատկացրին, որ տերոր էր ուզում աներ մեր երկրում, շատ ուրիշ պողոտաներ կա այստեղ, հա, ինֆիլտրացման և զինված էլ ինչ-որ բաներ անելու, հնարավորություն կա, եղբայր, եկեղեցի ես մաքրում այսօր, KGB-ի կրետի բունն ես խառն է, իմ հետ, դու ամենամեծ հաղթանակներից մեկն ես, պարոն վարչապետ, ես ուղղակի պատիվ ունեմ սա ասելու այսօր, ազգովի սարքել էի քո բոլոր բլոգերներին չգիտեի, ով նստել, Գարեգին բեյ ա խոսում, բայց որ Նիկոլ Փաշինյանին կդարձնեմ Վարդան Մամիկոնյան, այետի չէի սպասում, այսքան շուտ, ազգովի, հասար զգաստ Վարդան Մամիկոնյաններ, աշխատանքի հեղինակ, Անդրանիկ Վարդանի ինտուրիստիկյաժի Դովլատյան, թոնստի տեղ, լազի, են սենց շեստրոնք են, որ էթմ էր մինչև կարոպկեն է, այս էր տարուբա, էտ է լվովսկի ավտոզավոդի արտադրանքը, հիմի ավելի լավն արդ, էտի կարուսպան չգիտեմ, բայց գիտեմ, որ էտ լազի սկորոս փոխելուց, սենց պտի ռազգոն հավաքեր, կոխեիր հաջորդ սկորոստ, ամբողջ օր ու գիշեր, պարոն վարչապետ, ասա ես ինտուրիստիկյաժը ով ա եղել ըկթեք, էտ օղորմացիկ ով ա եղել, ես քո մեծերի հետ քո եղած օրն եմ հիշեցնելու, պարոն վարչապետ, անի հյուրանոցի, բանկետ հոլ, դվին, 9 տարեկան եմ դուրս եկե, բայց դրանից մի տարի, 2 տարի հետո արդեն չափահաս սիրուհի եմ ունեցել, այդ աստիճանի քոքված եմ, ես հիշում եմ, դուք էլ հիշեք, պարոն վարչապետ, ու լավ նայեք, ես
Ձեզ շատ եմ սիրում հարգում։ Ձեզնից սպասում եմ մի քանի ազգային քայլեր։ Կանխատեսում եմ էլի, կանես դու։ Զինել հայ ժողովրդին, պարոն վարչապետ։ Հիմա զենք է էժանացրա։ Ալեն Սիմոնյանին կանչի մոտը տասա որն է խնդիրը քո։ Ալեն, ընչի է զենքի գնելը, որ պիտի գնի։ Հայրենակիցս որ օրինապաշտ է, ինչի այսքան հետաձգվա, ինչ օթով շարիկ կրակողարա, շարիկը դու գնա Մոսկվայի պատերի տակ կրակեք իրար ասատարանով։ Այ համբալ, մարտական զենք պետք է կարողանա գնի։ Ազգու հայը, պարոն վարչապետ։ Գյուղատու ձերքից սահմանապահ գյուղ, գելը, շանը պրծնելուց հետո էշին էլ է գզե, գելը։ Գնա կնոջիդ հետ մի շաբաթ մնանդ է կհասկանաս էլի։ Մարդու ձեռից ուզեցել են զենքն առնեն։ Ես եմ ասել պատրոն չտակ, ոչ մի գյուղերում, լավ եմ արել։ Գյուղապետը տով այն գյուղատու ձեռքից զենք առնի։ Կարողա թազը բան ենք խաղում ստեղ, Սարոյան եղբայրներ այդ բոլշևիկի տղեկ։ Այդպես էլ ասել եմ, պարոն վարչապետ, հասնում էր։ Այո, սիրելի եղբայր, զինել ժողովրդին, պարոն վարչապետ։ Շատ լավ է լինելու։ Շատ լավ է լինելու։ Make it easier for Armenian citizens to purchase weapons. Listen, I can't wait for that day to have Armenia, California, Texas, bunch of cowboy hats in Armenia. I'm looking at the guy, he's one of my villagers. And this cowboy got a full magazine driving through the field. Or riding a horse. Give the people guns, Mr. Prime Minister. Arm the people to the teeth. It's a good thing. Սիրելի ժողովուրդ, Գարեգին բեն իր շուրջ է հավաքել նույն Pampers հագնողներին, նույն թատրոննա, նույն 10 մանետը լավակները հավաքվել են վեապար այրոպորտում։ Գիտեք դրանք ովքեր են։ Են ջերգերի արանք մեկ ու մեջ պլան աճացնողները կան է, 4-րդ սովխոզ, հա, տրանք, պլանքյաշներ մեր դպրոցներից և մեր երեխեքից հեռու մնացեք։ Մենք գիտենք նրանք ով են, և մենք ինքնությունները այլևս մեր գրասեղանը լիարժեք լիովին իրազեկված, թե անուն ազգանուն լուսանկար Եվրոպա ու Ամերիկայի ափերում բարեկամներ, հիմա հարցս տալիս եմ նորից, երբ մի բանը ավարտվում է Հայաստանում, ես որպես ամերիկացի եմ հարցնում արդեն, այս հարցը, և կա կեղտ վրներըտ, նախքին միլ պետ կեղնեք, ով կեղնեք, ոնց է, որ մի անգամից լոսում եք հայտնվում, ով է ապահովում դա, եթե ոչ դաշնակի կոռումպացված խորհրդարանական 1-2-ը ձեր դուրն էլ ածեցելու ես պետությունը. I want to know how it is that the oligarch has an avenue of evasion from justice here in these United States, state of California, Southern California, beautiful beaches, and the Los Angeles Basin, the LA Basin. Madam Speaker, Madam Pelosi, this issue needs to be addressed. How it is that Sirusho could come over here and wag her tail when she got blood all over the money that she's laundering here in the Los Angeles Basin. Աստված օրհնի ազգս հայոց պետականությունս գվարդիայի պահը միշտ հայ, էկատուն 100,000% վան ենք մտնում ու ոչ տուրիստ, սուտ են ասե այդ ժանգոտ չապարներով, կամին պչմա պոգվում ընգնում է, սուտ են ասե որ ռուսը Թուրքին ապահում որ չմտնի Հայաստան, միա 15 հոգով մտնենք Թուրքիա, տենամ կարապահի մեզ, գլուխը պատին ատվե, ջարդած շաքարակլորի նման կհանեմ այդ վիշկեկից իրան, Աստված օրհնի ազգս։